Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի, հույս ունի համաձայնագիրը կայունություն կբերի, էսկալացիայի վտանգ կա, Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Առևտրաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի, դիտարկել դիզվառելիքի էժանացման հարցը, հայ-իրանական բանակցությունների տնտեսական օրակարգը։ Ալիևի չսպառվող ախորժակը, փչացած պատեֆոնի պես սահմանադրությունը փոխելու պահանջը չեն մոռանում կրկնել։ Թիկնապահով շրջելու համար կես միլիոն տուգանք, եթե արտոնագիր չունեք, նոր խստացում, մեկ մեքենայում 3 պահնորդ պիտի լինի։ Վարորդը ոչ թե 9, այլ 13 տուգանային միավոր կունենա, որ խախտման համար որքան կտուգանեն։ 7-րդ անգամ անընդմեջ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն կրկին ստանձնել է երկրի առաջնորդի պաշտոնը։ Ռուս-ամերիկյան 12-ժամյա բանակցություններ Ռիադում, աշխարհը սպասում է, Պեսկովը հիասթափեցնում, մանրամասներ չակնկալեք։ 19-րդ դարի հայ կնոջ զգեստապահարանն իր ամբողջ փայլով ու շքեղությամբ, բացառիկ ցուցադրություն Երևանի պատմության թանգարանում։ Ռուս սահմանապահների ՈՒԱԶ-ը գլորվել է ձորը, 1 զոհ եւ վիրավոր կա։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա, Երևանում հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարարը։ Սեյեդ Աբբաս Արաղչիի խոսքով խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական լեզվով, Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը կողմ են, բայց պետք է հարգվեն տարածքային ամբողջականության եւ ազգային օրենքները։ Հայ-իրանական բանակցությունների քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների օրակարգը տեսանյութում։ Նախ զրույց ընթրիքի սեղանի շուրջ, այսօր արդեն առանձնազրույց, հետո մամուլի ասուլիս։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, ինքը նախ պատմում է Իրանի հետ հատկապես հետագա տնտեսական հեռանկարները։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման։ Երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցերից զատ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին եւ այլն։ Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։ Խրախուսում ենք այս փաստաթղթի հնարավորինս արագ ստորագրումը։ Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցում ենք եւ դեմ ենք սահմանային եւ գեոպոլիտիկ ցանկացած փոփոխության։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Բոլոր հարցերը պետք է դիվանագիտական լեզվով լուծել, շեշտում է իրանցի դիվանագետը։ Լրագրողները սակայն հիշեցնում են Արաղչիին, Ադրբեջանը նախապայմաններ է դրել, մյուս կողմից ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը սահմանային իրադրությունն է լարում, սպառնում է, պահանջում Զանգեզուրի միջանցք։ Արաղչին կրկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը։ Էսկալացիայի վտանգ տարածաշրջանում կա եւ մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինեն կայունության, որը բոլորի շահերից է բխում։ Մենք գտնում ենք, որ երկխոսության ու դիվանագիտության միջոցով պետք է լուծվեն բոլոր հարցերը։ Դեմ ենք ցանկացած ռազմական ճանապարհով հարցերի լուծմանը։ Հաղորդակցությունների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո եւ պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը ու ազգային օրենքները։ Սրանից բացի որևէ այլ ուղի չի համարվում ընդունելի։ Եվ բեռնափոխադրումների մասին սահմանին հայ բեռնատարների վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցն էլ եղել է նախարարների քննարկման սեղանին։ Մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների համար էլ եւ երկու երկրների բեռնափոխադրողների համար էլ եւ վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ եւ ավելի հարմարավետություն կառաջարկի։ Աշխատանքները առաջիկայում կամփոփվեն, նախարար Միրզոյանի խոսքով մոտ են այդ աշխատանքների վերջնականացմանը։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Մինչև Երևանում իրանցի բարձր պաշտոնյան խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանային կայունության երաշխիքն էր համարում, Բաքվից հերթական անգամ պահանջ են հնչեցրել մեր մայր օրենքը փոխելու մասին։ Ամենօրյա ռեժիմով փչացած ձայնասկավառակ պտտեցնելը հայկական վերլուծական շրջանում համարում են, որ միայն մի բանի վկայությունն է։ Ալիևը չի ստորագրելու համաձայնագիրը, քանի որ նրա ախորժակը մեծ է։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանում քաջատեղյակ են, որ սահմանադրությունը փոխելու պահանջը վերջին 2 տարում եղել է բանակցային սեղանին։
Իրանը առաջիններից մեկը ողջունեց խաղաղության փաստաթղթի համաձայնեցումը։ Երևանը տևական ժամանակ անհամաձայնություն ուներ ու անընդունելի էր համարում երկու հայտնի կետերը՝ Եվրադիտորդներից հրաժարումն ու միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայկական գանգատների հետ կանչը։ Փետրվարին Բաքվից խմբագրված 12-րդ տարբերակը ստանալուց հետո Երևանն այդ երկու կետերի հարցում էլ զիջման գնաց եւ մարտի 13-ին Հայաստանից ու Ադրբեջանից հայտարարեցին փաստաթղթի համաձայնեցման մասին։ Հարևան Իրանում գոհ էին, համարելով, որ այս համաձայնությունը անհրաժեշտ եւ կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իմայիլ Բակային սոցցանցի էջում ողջունեց այն։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության։ Որ իրանական կողմը շուտով ստորագրությանն ականատես լինելու հույսն ուներ մարտի 14-ին էր։ Այսօր Բաքուն շարունակել է ստորագրման պահանջ պայման վերջնագրերը սեղանին դնել։ Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Էլչին Ամիրբեկովը պնդում է, այս պահին Հայաստանի սահմանադրությունն խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտը։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն, իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար։ Սա պաշտոնական Բաքվի համաձայնագիրը ստորագրելու պահանջներից մեկն է ընդամենը։ Նրանց մեդիան ամեն օր է հրապարակում, թե էլի ինչ ախորժակ ունեն։ Այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ ու անարգել Հայաստան ելումուտ են ուզում։ Ուզում են, որ Հայաստանը հատուցում վճարի Ադրբեջանին։ Հայաստանի ապառազմականացում եւ գնված զենքերի հանձնում են ուզում։ Ուզում են, որ Հայաստանում դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Էլի շատ բաներ են երևի ուզում։ Այս բոլորը շատ լավ իշխանական քարոզչությամբ իրականացվում, իշխանական այնտեղ մեդիան միայն իշխանական է, պարզապես պաշտոնապես միգուցե օրինակ արտաքին գործերի նախարարը, չգիտեմ, նախագահը իրենց ուղիղ հիմա չեն ասում դրա մասին, բայց սրանք վստահաբար իրենց պետական քաղաքականության մասերն են։ Եվ նրանք ընդ որում այս բոլոր հարցերը ներկայացնում են, որ սա այս ամենը պետք է խաղաղության այսպես կոչված պայմանագրից դուրս լինի, եւ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես այսպես կոչված խաղաղության պայմանագրից հետո արվելիք։ Այդ դրանք իբրև նախապայմաններ են ներկայացվում։ Նրանց մոտ հիմա իշխանական Նաև պատգամավորներ, մեդիան ակտիվ այն քարոզն են տանում, որ ի վերջո նրանց նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը որպես պետություն, արհեստական հիմքերի վրա ստեղծված պետություն է։ Նրանց ցանկությունների առաջնագծում Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Այս միջանցքին հասնելուն նրանք տարիներով են ձգտում։ 2021 թվականից Ալիևը հստակ է հայտարարում այդ միջանցք կոչվածի իրենց երազանքի մասին։ Զանգեզուրի միջանցքը իրար է կապելու ողջ թուրքական աշխարհը։ Եվ հիմա երկու շաբաթ է արդեն հայտարարվել է փոխհամաձայնեցված փաստաթղթի մասին, բայց ադրբեջանական համայնապատկերում բան չի փոխվել։ Շարունակում է ամեն օր նոր բան մոգոնել ռազմական շունչը բերանին։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Իբր թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այս պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Զիջումները փոխադարձ չեն, ասում է մասնագետը, հարցնում է, որն է փոխզիջումը։ Երբ պահանջում է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, արցախահայերի վերադարձի հարց քննարկվում է, սա մեր գոյաբանական խնդրին առնչվող փաստաթուղթ է, ասում է։ Ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչ 17 կետ է ներառում այն։ Կետ առ կետ։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի բովանդակությանն են անդրադարձել իշխանությունն ու ընդդիմությունը խորհրդարանի հայտարարությունների ժամին։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը մեղադրել է հայկական կողմի բանակցողներին զիջման գնալու, ձախողված բանակցություններ վարելու, կարևոր հարցերը բանակցության սեղանին չդնելու համար։ Խորհրդարանի նախագահը արձագանքել է, թե ընդդիմադիրների դիտարկումը սխալ է։ Սիմոնյանը պատասխանել է ադրբեջանական օկուպացիայի եւ գերիների հարցը բանակցություններում չներառելու Մամիջանյանի մեղադրանքներին։ Այն փաստաթուղթը, որը իրենք խաղաղության պայմանագիր են անվանում, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքները ազատելու մասին որևէ տառ չկա։ Այսինքն մեր հողում կանգնած ադրբեջանցին մենք իր հետ բանակցում ենք այդ ընթացքում։ Մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք ու նույնիսկ բանակցությունների ընթացքում դրա մասին նշույլ էլ չենք անում։ Չնայած ինչպես Միրզոյան Արարատը վերջերս խոստովանեց, փորձել են, չի ստացվել։ Դատական հայցերի հետ քաշումը, երրորդ ուժերի
տեղակայման արգելքը եւ Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն էլ վերադիր։ Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, որը որ դուք բոլորով իրական եւ ոչ իրական ընդդիմություններով ասում եք, որ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց այդ սահմանների ով է առաջ, ով է հետ խնդիրը դրված է այնտեղ եւ այդ խնդրով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Գերիների հետ կապված հարգելիներս, պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ։ Այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ եւ որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո եւ այդ աշխատանքը շարունակվում է եւ դրա մասին ասվել է։ Պաշտպանության նախարարությունը արձագանքել է համացանցում եւ մամուլում տարածվող լուրերին ու տեսանյութերին, որ սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, նշված է տեքստում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, մի փոխեկալիքը ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Թիկնապահով շրջելու համար կես միլիոն տուգանք, եթե արտոնագիր չունեք։ Նոր խստացում, մեկ մեքենայում 3 պահնորդ պիտի լինի։ Վարորդը ոչ թե 9, այլ 13 տուգանային միավոր կունենա, որ խախտման համար որքան կտուգանեն։ 7-րդ անգամ անընդմեջ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն կրկին ստանձնել է երկրի առաջնորդի պաշտոնը։ Ռուս-ամերիկյան 12-ժամյա բանակցություններ Ռիադում, աշխարհը սպասում է, Պեսկովը հիասթափեցնում, մանրամասներ չակնկալեք։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Անվերջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ է ստանձնել նախագահի աթոռը։ Բելարուսի նախագահի երթմնակալության արարողությունը կայացել է Մինսկի անկախության պալատում։ Մինչև պալատ հասնելը Լուկաշենկոն հատուկ Շարասյան օգնությամբ անցել է անկախության եւ հաղթողների պողոտաներով։ Հիշեցնեմ, 70-ամյա Լուկաշենկոն Բելարուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից անընդմեջ։ Նախագահական վերջին ընտրությունները Բելարուսում անցկացվել են հունվարի 26-ին։ Ռիադում ավարտվել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների 12 ժամ տևած բանակցությունները, սպասվում է համատեղ հայտարարությունը։ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի տեղեկացմամբ բարդ, բայց օգտակար երկխոսություն է եղել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակայնացվի, ըստ նրա շփումները տեխնիկական բնույթի են եղել։ Սկանդալ Միացյալ Նահանգներում Ատլանտիկ ամսագրի գլխավոր խմբագիրը պատմել է, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել սիգնալի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Գոլբերգն ասել է, որ չաթում 18 հոգի էր ընդգրկված, այդ թվում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ավելի ուշ Հեքսեթը հերքել է պնդումները, թե հութիներին հարվածները Թրամփի վարչակազմի անդամները քննարկել են գաղտնի չաթում։ Իսրայելական օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 65 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Ավիահարվածներից զոհվածների թվում նաեւ լրագրողներ կան, նրանցից մեկը Ալ Ջազիրայի լրագրող Հուսամ Շաբաթն է, մյուսը Պաղեստին TD-ի թղթակից Մոհամմադ Մանսուրը։ Ռազմական գործողությունների վերսկսումից հետո Գազայում մոտ 700 մարդ է զոհվել։ Վերադառնանք Հայաստան, քանի թիկնապահով եւ քանի ավտոմեքենա կարող է ուղեկցել անձին։ Պահնորդների գործունեությանը վերաբերող օրենքը խստացրել են, մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելու դեպքում կես միլիոնի տուգանք է սահմանում, եթե արտոնագիր չունեք։ Այն ստանալու վճարներն էլ բազմապատկվել են։ Բոլոր մանրամասները Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ 3 պահնորդ 1 մեքենայի մեջ։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրճատել անձին ուղեկցող պահնորդների եւ մեքենաների թիվը։ Ընդդիմադիր падգամավորները սակայն մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում վիճահարույց ձևակերպումներ են տեսնում։ Այս կոշտ սահմանափակումը, հա, ասում եք տրանսպորտային մեկ միջոց եւ ինչքան ուղեկցող անձ կա կամ թիկնապահ կա, թող այդ մեքենայի մեջ լցվեն եւ վերջ, եւ ընդ որում իրենից ոչ ավել։ Ասենք պատկերացեք, մարդը իր ընտանիքով է գնում։ Այդ ոնց պիտի ապահովի դա, էլի։ 3 պահնորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, եւ սա վերաբերվում է մեկ պահպանվող անձին։
Այսինքն, եթե ընտանիքի մասին է խոսքը գնում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը 3 բանորդ եւ բնականաբար յուրաքանչյուրը արդեն համապատասխան տրանսպորտային միջոցով Նախագծի մեջ նշվում է նաև, որ վարորդն էլ պետք է թիկնապահ լինի։ Պատգամավորը հարցնում է, իսկ եթե նման վարորդ չգտնվի, այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի հարցը։ Նաև լինում են դեպքեր, երբ քաղաքացուն ուղեկցում է երկրորդ, երրորդ մեքենան, եւ երբ ուղեկցողին հարցում են, թե ովքեր են այդ մեքենաներում, նա հայտնում է, որ թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետեւ իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես գործընկերներ։ Ինչ վերաբերվում է ստուգել առաջնահերթություններին, կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Ներքին գործերի փոխնախարարը պատգամավորներին առաջարկեց բոլոր հարցերի պատասխան ունենալու համար գրավոր հարցեր ուղարկել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելը ուղեկցող ունենալը կամ թիկնապահով շրջելը 500,000 դրամ տուգանք կարժենա։ Վարչական պատասխանատվություն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վարորդների տուգանային 9 միավորները 13-ի փոխելու մասին օրինագիծն է երկրորդ ընթերցմամբ քննարկել խորհրդարանը։ Առավել տարածված իրավախախտումների համար բալային համակարգի շեմը բարձրացրել են։ Հեռահար լույսերով մեքենա վարելու եւ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտման դեպքում կհանվի մեկական միավոր։ Վարելիս ամրագոտին չկապելու եւ բջջայինով խոսելու համար կհանվի 1.5 միավոր։ Ծխախոտ ծխելու դեպքում 2 միավոր։ Բաժանարար գոտին հատելու եւ ապակիների լուսաթափանցելիության չափը գերազանցելու համար 3 միավոր, 4 միավոր կհանվի հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար եւ 5 միավոր ոչ սթափ վիճակում վարելու դեպքում։ Խոշտանգել ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք գրել Լորեցի ոստիկանների նման գործելավոճից, սա այս տարի արդեն երկրորդ բողոքն է։ Վերջինը արցախցի երիտասարդից, որ պնդում է, որ ոստիկանական բաժանմունքում օրեր առաջ իրեն բռնության են ենթարկել։ Ինչ է կատարվում Լոռու ոստիկանության մարզային վարչությունում, համակարգային լուրջ ճգնաժամ, որ փորձում են ծածկադմփոցի վերածել, թե խոսքը անձերի թերացման մասին է։ Դատաբժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցի մարմնի վրա, ով պնդում է, թե Լոռու ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգել են, ծեծել ու հայհոյել խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Վարորդի նախաձեռնման, եթե կատարվել ուշացում, ապա դեմիակ ըստ էության իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել այդ մասին, եւ տեղեկացված են եղել մասնավորապես դիմել է բուժօգնության վանձնաբժշկական կենտրոնում, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջոցներ ձեռնարկվել սեմ ժամկետների վարորդ նախաձեռնելու կապակցությամբ։ Խոշտանգումների ենթարկվելու մասին հազանգող Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցը, նրա փաստաբանն ու մի խումբ այլ քաղաքացիներ արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում ուժային կառույցների առջև, պահանջելով իրենց բառերն են անհապաղ, քանի դեռ բոլոր ապացույցները չեն ոչնչացրել, ձերբակալել այն 6 ոստիկաններին, որոնք մասնակից են եղել միջադեպին։ Իսկ ինչու են նրանք մինչև այս պահն ազատության մեջ, քննչականի պաշտոնյան պարզաբանում է, բավարար ապացույցներ դեռ չկան։ Նախագահության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի եւ հիմնավոր կդիտարկվի այդ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետևեր ձերբակալումը։ Ոստիկանության Լոռու վարչությունում տեղի ունեցած խոշտանգման մասին այս տարի ահազանգում են արդեն 3-րդ անգամ, ընդ որում բոլոր դեպքերում նույն պատճառն է առաջին պլանում՝ ինքնախոստովանական ցուցմունքի պահանջը։ Իսկ ընդհանուր առմամբ իրավապաշտպանների ունեցած վիճակագրությունն ասում է, որ նախորդ տարի մեր երկրում ոստիկանությունը 155 անգամ խախտել է մարդու իրավունքները։ 2023-ին այս թիվը 43-ով պակաս էր 112։ Պնդում են թվերն այսպես կավելանան, քանի դեռ ոչ արդյունավետ քննության ու անպատժելիության հետ գործ ունենք։ Մտահոգիչ դեպքերի աճ օմբուդսմենի գրասենյակն էլ է արձանագրում։ Ցանկացած բռնություն անընդունելի է, առավել եւս պետական մարմինների ներկայացուցիչների կողմից, այն էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակներից մեկը ըստ էության հենց անձի անվտանգությունը եւ իրավունքների երաշխավորումն է։ Համակարգային փոփոխություններ կատարելու արդիականությունն ըստ պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի բոլոր բարեփոխումներին զուգահեռ շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Ողջամիտ ժամկետում քննությունների իրականացումն էլ ամենաբարձր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
10,000-ից ավելի 12-րդի արդեն իսկ ուսանող է, քննությունները հաջող հանձնել են, սեպտեմբերից ուսանողական նստարանին են նստելու։ Ինչ արդյունք են տվել բնագիտական և մաթեմատիկական մասնագիտությունները հատուկ կրթաթոշակով ավելի գրավիչ դարձնելու նախարարության ջանքերը։ Կրթության ոլորտի փորձագետները խոսում են Հայաստանում կրթության նահանջի մասին։ Ավագ դպրոցների շրջանավարտների 52.3%-ը ավելի քան 10,000 շրջանավարտ ընդունվել են բուհեր։ Խոսքը միասնական և ներբուհական ընդունելությունների մասին է։ Այս մասին կրթական գերատեսչության ղեկավարը նշել է անդրադառնալով կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին։ Շրջանավարտների մեծ մասը 61%-ը պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտա-մաթեմատիկական ուղղություններով։ Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70,000 դրամ կրթաթոշակ, 2024-ից 2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող, նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Կրթության փորձագետը սակայն հակառակն է պնդում, ուսանողների թիվը ոչ թե ավելացել, այլ նվազել է։ Երբ որ համեմատում ենք Հայաստանը այսօր եւ սրանից 10 տարի առաջ, ուսանողների թիվը նվազել է 21%-ով։ Օրինակ Վրաստանի հետ եթե համեմատենք կամ մեր բալթյան երկրների հետ, Հայաստանում տվյալ տարիքում սովորողների թիվը, բարձրագույն կրթություն ստացողների թիվը կազմում է այդ տարիքի երիտասարդների 60%-ը։ Նույն թիվը Վրաստանում 72% է, Ռուսաստանում 80%-ից ավելի բարձր է, մեր բալթյան որոշ երկրներում հասնում է մինչև 90%-ի։ Բարձր ու գայթակղիչ կրթաթոշակը բնագիտա-մաթեմատիկական ուղղություններով սովորողներին տրամադրվում է մյուսների հաշվին։ Այս մասին շատերը լռում են, ասում է կրթության մյուս փորձագետը։ Այդ կրթաթոշակը նաև արվում է մնացած ուսանողներին կրթաթոշակի զրկելու հաշվին։ Այս ուսանողները, որ ստանում են 70-80 հազար կրթաթոշակ, իրենք դա ստանում են, որովհետև մնացած բուհերի, մնացած ֆակուլտետների ուսանողները զրկվել են իրենց 5,000 դրամ թոշակից։ Բոլոր տեղերից կտրել են, որպեսզի այս մի քանի ֆակուլտետին ֆինանսավորեն։ Փորձագետները համակարծիք են բարձր կրթաթոշակով ուսանողին չես գրավի։ Չկան երաշխիքներ, որ տվյալ ֆակուլտետն ավարտելուց հետո նրանք կկայանան աշխատաշուկայում։ Նկատում են կրթության ոլորտում տարվող ներկայիս քաղաքականության պատճառով երիտասարդները նախընտրում են արագ ու հեշտ ճանապարհներով գնալ։ Կարճաժամկետ վերապատրաստման կուրսերն այսօր առավել մեծ երաշխիքներ են տալիս աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու եւ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Ըստ այդմ շատերն արդեն բուհական կրթությունը անհեռանկարային են համարում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Շտապ օգնության զանգերի թիվը այս օրերին ավելացել է, գարնանային սրացումներ են։ Եղանակային կտրուկ փոփոխություններին արձագանքում է զարկերակային ճնշումը թռիչքային տատանումներով։ Ինչի անհրաժեշտ այս սեզոնին ավելի խոցելի եւ զգայուն դարձած մեր օրգանիզմին քրոնիկ հոգնածությունը թոթափելու եւ իմունային համակարգը բարձրացնելու համար։ Բժիշկների դեղատրոմսին տեղյակ է Էդուարդ Պողոսյանը։ Գարուն է, անցումային փուլ, եղանակի կտրուկ փոփոխություններն ազդում են ինքնազգացողության վրա։ Բժիշկն ասում է, այս օրերին նկատելիորեն ավելացել են բուժառուների գանգատները ու այստեղ առաջին շարքում սիրտանոթային հիվանդություններ ունեցողներն են։ Զարկերակային գերճնշումը թռիչքային տատանումներ է ունենում։ Դրա համար են մասնագետները կարևորում տարվա այս ժամանակահատվածում թեկուզ եւ չփոխված ինքնազգացողությամբ բժշկի այցելելը, ասել է, թե գարնանային խորհրդատվությանը հետևելն ու շտկումների անցնելը։ Մեր հոգեհուզական ֆոնն էլ է դառնում շատ լյարդի, շատ տատանողական է շրջանում, գարնանային, դառնում ենք ավելի խոցելի, ավելի զգայուն, ավելի հուզական եւ շատ հաճախ այդ սրտի ցավերը կարելի է գնահատել որպես հենց հոգեհուզական սֆերայի խանգարումներ, ոչ թե որպես սրտի ցավ։ Կերակուրնել ենք փոխում, ծանր ձմեռայինից քիչ-քիչ բանջարեղենային սնունդին ենք վերադառնում, սա էլ օրգանիզմից իր արձագանքն է գտնում։ Լինում են տարբեր խանգարումներ, վկնացության զգացողություն, իժոգաներ, սրտխառնոցներ եւ այլ։ Քիչ գործարած շուտ հոգնում ենք, ձևակերպումը բուժառուների դժգոհությունների շարքից է։ Բժիշկն ասում է, քրոնիկ հոգնածության համախտանիշն է, սա էլ ակտիվ շրջանում է։
Պետք է լրացնենք մեր վիտամինային եւ միկրոէլեմենտային դեֆիցիտը, որը որ առաջացել է ձմեռային սեզոնին։ Մենք պետք է բարձրացնենք մեր իմուն համակարգը։ Սուր շնչառական վարակներն ի դեպ գարունն էլ են սիրում, ինչպես բանաձևում են բժիշկները։ Մասնագետները պնդում են, սրանք են այս սեզոնին առավել հաճախ բարդացնում վիճակը, հատկապես ուղեկցվող քրոնիկ հիվանդությունների, երբեմն նաև իրենց ոչ բնորոշ սիմպտոմներով են դրսևորվում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք քիչ անց։ 19-րդ դարի հայ կնոջ զգեստապահարանն իր ամբողջ փայլով ու շքեղությամբ բացառիկ ցուցադրություն Երևանի պատմության թանգարանում։ Ռուս սահմանապահների ուազը գլորվել է ձորը, մեկ զոհ եւ վիրավոր կա։ Մեկ աշխարհ երկինքը կայուն է, սպասում են կարևոր օր, ավելին հաջորդիվ։ Վերադարձանք տաղավար, շարունակում ենք թողարկումը։ Հարսանեկան ոսկեթել ասեղնագործ ու ժանյակագործ զգեստ, որ 100 տարի առաջ կրել է երևանցի հարսնացուն։ Բացառիկ այս նմուշը կարելի է տեսնել Երևանի պատմության թանգարանում, որտեղ ցուցադրությամբ ներկայացվել են 19-րդ դարի հայ կնոջ տարազն ու հագուկապի արթուզարդի պարագաները։ Ձեռագործ հագուստների եւ արծաթե զարդերի այս շքեղ հավաքածուն հայ կնոջ նրբագեղության եւ բարձր ճաշակի վկայությունն է։ Հայ կնոջ զգեստապահարանի խորհրդավոր ու մութ անկյուններն են բացահայտվում Երևանի պատմության թանգարանում։ Ցուցադրության համար հավանդապահոցներից դուրս են բերել Վանի, Մուշի, Ուրֆայի, Այնթափի, Կարինի, Կարսի կանանց հարսանեկան զգեստներն ու գիշերազգեստները։ Երկդարյա պատմությունով հանդերձանքը հայ տիկնայք խնամքով են պահպանել։ Բացառիկ է այս ցուցահանդեսը կարող եմ ասել նրանով, որ առաջին անգամ է հենց հանրությանը ներկայացվում։ Ցուցանմուշներից կարելի է հենց եզրակացնել, որ դրանք թաքնված մի գաղտնատուփի նման մի բան են, որոնք եւ կանանց, եւ անգամ երեխաներին, եւ ուսանողներին եւ տղամարդկանց հետաքրքիր է։ Հավաքածուի իրական զարդը Երևանի հարսանեկան զգեստն է, մետաղաթելով ու ձեռքի նուրբ գործվածքով։ Սա բացառիկ ցուցանմուշ է, քանի որ միայն մեր թանգարանում կարող եք տեսնել։ Զգեստը կարված է ավանդական տարազով, գոտի գոգնոցը ամբողջ ասեղնագործված է ոսկե թելով, ոլորված տրեզ է կոչվում։ Տեսնում եք կենաց ծառի պատկերներ, վերևի հատվածը, կրծքի հատվածը, որ ամբողջ ասեղնագործված է, ինչպես ազգագրագետներն են ասում, դա թակարդի դեր էր կատարում, որ եթե ինչ-որ մեկը նախանձությամբ նայի հարսնացուին, որպեսզի այդ նախանձությունը, այդ բացասական էներգետիկան խճճվեր թակարդին ներսում։ Ցուցահանդեսը հայ կնոջ նրբագեղությունն ու ճաշակն է մատնացույցանում, թե ինչպես է ավանդական տարազից անցում անում դեպի համամարտկայինը, դեպի եվրոպականը, պահպանելով ազգայինը։ Իսկ օրինակ երևանյան այս տիպական տեսարանի ֆոնին էլ ներկայացվում է երևանցի մեծահարուստ կնոջ ձմեռային շքեղ հագուստը։ Կար մի շատ հայտնի վաճառական Հակոբ աղան, ինչպես այն ժամանակ ընդունված էր, ասում են կուպեց Պերվե գիլդիի։ Տիկին Շամիրամն էլ իր կինն էր։ Այդ Տիկին Շամիրամը կրում էր այս հագուստը եւ այդ տարազով նույնիսկ գնացել հասել էր Սանտ Պետերբուրգ։ Մարիա Ֆյոդորովնայի մոտ ռուս կայսրուհու նա գնացել էր իր անձնական ընտանեկան խնդրանքով եւ պետք է ասել, որ կայսրուհին, որի համար զգեստներ էին կարում Եվրոպայի հայտնի դերձակները, շատ զարմացած էր եւ հիացած էր հայուհու տարազով։ Հավաքածուն համալրել են ու ավելի ճոխ դարձրել տարբեր աքսեսուարներով, արծաթե գոտիներով, քունքակախիկներով, օծանելիքով, հին ու գեղեցիկ կահույքով եւ սպասքով։ Ցուցադրությունում 19-րդ դարի արհեստանոցներն են, այստեղ են հայ կանայք հագուստ պատվիրել։ Ազնվականների ննջասենյակներն ու անձնական իրերն են։ Այս անկյունում դուք կտեսնեք ամենա անձնական իրերը, շապիկը, սեղմիրանը, պանտալոնները։ Եվրոպական թանգարաններում հետաքրքիր մի փաստ արձանագրեմ, երբ ներկայացնում են սեղմիրանները, միշտ կողքը ռենտգենի լուսանկարն է լինում, որպեսզի տեսնեն, թե կանայք ինչ տանջանքների են դիմակայել հանուն գեղեցկության։ Երևանի կանայք զգեստները եւ ներքնազգեստը կարող են գնել խանութներից, ինչի մասին մենք իմանում ենք Երևանյան հայտարարություններ թերթից, որտեղ նշված են, որ խանութներում էին վաճառում ներքնազգեստը։ Թանգարանի առաջին հարկում էլ ցուցադրվում են նամակներ, բացիկներ, Մարգարտե Ապարանջան, լուսանկարների ալբոմներ, գործում է նաև ֆոտոանկյունը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։
Եղվարցի երիտասարդը կողոպտել է օտարերկրացուն Զովունի գյուղի մոտ։ Նա ներկայացել է որպես ոստիկան, պայուսակից իբր առգրավել $100 անոցը, պնդելով, որ այն կեղծ է։ Հնարամիտ եղվարցուն ոստիկանները հայտնաբերել են Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում, ձերբակալել, տեղափոխել բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Կառավարությունը կխստացնի հաշմանդամության կեղծ եզրակացություններ տվող բժիշկների ստուգումները։ Օրինագծի համաձայն, եթե հաշմանդամության հանձնաժողովի որևէ բժիշկ 1 տարվա ընթացքում 3 սխալ եզրակացություն ունենա, ապա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարտավոր է այդ մասին զեկուցել առողջապահության նախարարությանը։ Դրա հիման վրա առողջապահության նախարարությունը կորոշի չեղյալ համարել բժշկի լիցենզիան, թե ոչ։ Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Ավտովթարից տեղում մահացել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Եվս մեկ ուղևոր վիրավորվել է։ Մահացածն ու վիրավորը ծառայում էին Ռուսաստանի սահմանապահ զորքերում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուրսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել Մարգարյանի հիշատակին։ Լրագրողները երրորդ նախագահին հարցրել են, թե մարդիկ ինչու են դեռ Սերժ Սարգսյանի ստվերի հետ կռվում։ Երրորդ նախագահն այսպես է պատասխանել. Արդյոք այդ հարցին ինքը պետք է պատասխանի։ Այդ հարցին ըստ նրա պետք է այդ մարդիկ պատասխանեն։ Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ համենայն դեպս որևէ մեկի ուրվականն իրեն չի անհանգստացնում։ Նա ասել է իմը ստվեր է, նրանցը ուրվական։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում Բուսաբանական ինստիտուտի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Բուսաբանության ինստիտուտի այգու հարավ-արևելյան հատվածում կաղնի ամառային տեսակի 35-ից 74 սանտիմետր տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր են եղել։ Ապօրինի ծառատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը 16.5 միլիոն դրամ է։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտե։ Հայաստանում փետրվարին արդյունաբերության ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26.6%։ Փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը 61%, արտահանումը նվազել է 67.7%, իսկ ներմուծումը 55.2%։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%։ Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 1.5% է եղել, իսկ նախորդ ամսվա համեմատ 5.3%։ Բժիշկներն ու մասնագետները զգուշացնում են վեյպ ծխելու հետևանքով առաջացած նոր եւ վտանգավոր հիվանդության մասին։ Մասնագետների դիտարկմամբ էլեկտրոնային ծխախոտները թոքերի հյուսվածքի սուր վնասվածք են հասցնում։ Այդ դեպքում պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն։ Մասնագետների գնահատմամբ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի ախտահարում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար բնությունը, եղանակային կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի կայուն պայմաններում։ Սպասում ենք անտիցիկլոնային առանց ստեղումների օր։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 8 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 16-ից 20 աստիճան։ Լոռիում սպասվում է 10-ից 14, Տավուշում 16-ից 18 աստիճան։ Արարատում, Արմավիրում կանխատեսվել է 14-ից 20 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 21, Սյունիքի նախալեռներում 12-ից 16 աստիճան։
Երևանում օրը կանցնի առանց տեղումների արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 16-ից 18, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գիշեր։